Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների փորձագետ Վարդան Արամյանն է։ Շնորհակալություն, պարոն Արամյան, իմ հրավերը ընդունելու համար։ Մենք տեսնում ենք, թե մեր հանրապետությունում վերջի ժամանակներում ամենատարբեր գործընթացներ են տեղի ունենում, բայց այսօր մենք կենտրոնանանք, այսպես գիտեք ինչ, մի քիչ ավելի նեղ կլինի, որ ասենք միայն մասնագիտական հարցերի վրա, չնայած մենք երկուսս տնտեսագետներ ենք, որտեվ շատ գործընթացներ դրանք հետևանք են այլ գործընթացների, բայց ինչևէ մենք սկսենք մեր ժողովրդի սոցիալական վիճակից։ Մենք տեսնում ենք, որ աղքատությունը 23.6% է, 1.1%-ով իջել է վերջի ժամանակներում, բայց միևնույն է դրանք 700,000-ից ավելի մարդիկ են, եւ այդ աղքատության հաղթահարումը կամ առաջ չի շարժվում, կամ շատ դանդաղ է ընթանում, եւ մարդիկ միգուցե այս պարագայում հույսները կորցնում են ինչ-որ մի լավ օրի, այսպես շատ արագ հասնելու։ Պարոն Արամյան, այ դուք լինելով փորձառու մասնագետ եւ տիրապետելով ինչպես մակրո գործընթացներին, դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսա-բյուջետային, այսպես տերմիններով շատ բան չանենք, պարզ, ինչն է պատճառը, որ մեր հեռուստադիտողը պարզ հասկանա, որ աղքատության մակարդակը չի հաղթահարվում։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, որպեսզի քաղաքականությունը մենք ճիշտ հասկանանք, ինչ է պետք անել։ Մի փոքր ուղղակի փորձենք հասկանանք, թե այսօրվա իրական պատկերը ինչպիսին է, որտեղ աղքատության մակարդակը դա ընդհանուր կոպիտ ասած արտացոլումն է այսօրվա իրավիճակի, բայց տակի գործոնները որոնք են, այ դրա մասին պետք է խոսենք։ Գիտեք, համաշխարհային ակադեմիական աշխարհում կա թեզ, որ միավոր տնտեսական աճից ավելի շատ օգտվում են միջինից բարձր եկամուտով տնային տնտեսությունները, քան թե դրանից ցածր։ Եվ հենց դրանում է հիմնական մարտահրավերը, որ տնտեսական քաղաքականություն մշակողները հիմնականում հարկաբյուջետային քաղաքականություն է, հա, նրանք ներխուժում են միանգամից տնտեսական կյանք, որպեսզի կարողանան այդ վերաբաշխման process-ը կասեցնեն եւ ավելի շատ հարթեն։ Շատ տեղին հարցադրում եք անում եւ ես հիշեցի միանգամից, որ 18 թվականից հետո որպես այսպես նախկին վարվող տնտեսական քաղաքականության թերություն ասեմ, թե բացթողում ասեմ, մատնանշվում էր ներառականության բացակայությունը, այսինքն որ տնտեսական աճը միգուցե ենթադրյալ գալի դառնում էր ընդունենք, չգիտեմ, ինչ որ մի 100 մարդու սեփականություն, շատ փոքր մնացորդային մասներ գնում դեպի ժողովուրդ եւ այդ ներառականությունը պետք է ապահովեր։ Հիմա ինչ որ դուք ասում եք, մեկ անգամ եւս փաստում է, որ այդ ներառականության խնդրեմը լուծված չէ։ Ոչ թե լուծված չէ, ավելի շատ խորացել է։ Ես ասեմ ինչու համար, որովհետեւ գիտեք, ներառականությունը հարկաբյուջետային քաղաքականության եւ այլ քաղաքականությունների միջոցով ապահովում է մի քանի ճանապարհ։ Առաջինը հարկայինն է։ Հարկայինում կան որոշակի հարկատեսակներ, որոնք որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ լավ կլինի, որ դա լինի պրոգրեսիվ։ Դա հիմնականում ֆիզիկական անձանց վրա կիրառվող հարկերն են, գույքահարկը, եկամտային հարկը, սովորաբար շատ երկրներում օրինակի համար շահութահարկը համարյա թե այդպիսի բան չեն անում, որովհետև դա բիզնեսին վերաբերող հարկ է, փորձում են այդպիսի բաներ չանեն, անձերի եկամտային հարկ։ Հիմնականում անձանց վրա են գնում, որովհետև վերջնի հաշվով նույնիսկ բիզնեսից սեփականատերը դա ֆիզիկական անձ է։ Նրանց հարստությունը եւ նրանց եկամուտները դու պետք է ավելի շատ հարկես եւ ծախսային քաղաքականությունների միջոցով ապտանց հիմնականում ավելի կարևորն է։ Ասել է, եթե ես ճիշտ եմ հասկանում, դրանով իսկ բիզնեսի համար նպաստավոր պայման ստեղծես, որ նա էլի բարի ստեղծի, իսկ դեպի սպառման գնացողը հարկես ինչքան որ պարտադիր, գիտեք, իրականում ամբողջ աշխարհում ընդունված է այն կառավարությունները, որոնք ավելի շատ ասենք օգնում են բիզնեսին եւ չեն նայում բիզնեսին որպես այսպես ասած փող կթելու տեղ, դա սա հոգեբանական մոտեցում է։ Սովորաբար այդպիսի երկրներում տնտեսական աճը ավելի ներառական եւ ավելի զարգացող է լինում, այսինքն եթե դու օգնում ես, որտեղ բիզնեսն է ստեղծում տնտեսական աճը եւ աշխատատեղերը, եթե դու օգնում ես բիզնեսին, ընդ որում այստեղ հարցել կա թե ինչպիսի բիզնեսին, հիմնականում այն բիզնեսին, որով որ աճի հնարավորություն ունի, որը ավելի շատ տեխնոլոգիական կամ ասենք արտադրման միտված է, ստեղ պետք է ուղղություն տան։ Հիմա մենք ինչ ունենք, գիտեք, ինչքան է մենք փորձենք հասկանալ, ճիշտ է, կառավարությունում ծրագրեր կան գյուղատնտեսության ոլորտին գնացող կամ ընդհանուր տնտեսական տեխնոլոգիաների զարգացման, բայց դրա թափը եւ արժեքը մենք պետք է հասկանանք ի համեմատ այլ գործիքների։ Օրինակ ես շատ եմ օրինակ բերում
եկամտային հարկի հետ վերադարձի այդ գործիքը։ Իրականում դա ավելի շատ հարստին ավելի շատ է հարստացրել, աղքատին ավելի շատ է աղքատացրել։ Ինչու՞, որովհետև թվերին օգնության կանչեք, տեսեք, այնտեղ որպեսզի դու կարողանաս մոտավորապես ասենք մոտ 40-ից մինչև 55, գիտեք 55 միլիոնանոց շեմ կա։ Այո։ Բայց հետո դա է բնակարան, այո, բնակարան դու որպեսզի կարողանաս ձեռք բերես, բարձ հաշվարկներով հաստատ այսօրվա միջին աշխատավարձ ունեցող անձը, որը երկար անհնար է։ Առնվազն դու պետք է 1 միլիոն դրամ աշխատավարձ ունենաս։ Արդյոք 1 միլիոն դրամ ստացողը այսօր համարվում է միջին եկամտով, ոչ, նա համարվում է մի փոքր ավելի բարձր։ Եվ այս բaragայում հարց է առաջանում։ Այդ ծրագրից հիմնական օգտվողները ովքեր են, ես վստահաբար ասում եմ, եթե մենք ուղղակի նայենք շահառուների ցանկը, իհարկե այդտեղ կգտնեն, որոնք որ իրականում կարիք ունեն, հենց առաջի բնակարանն են, բայց հավատացեք, այն ամբողջ հանրության դրանք ընդամենը չնչին ոչ ավել քան 5%-ը կկազմի։ Պարոն Արամյան, ես միտքս ավարտեմ, տեսեք ինչ է նա տեղի ունենում, տեսեք, եկամտային հարկը ինձ մոտ պրոգրեսիվ չէ։ Գույքահարկը որոշակիորեն գովելի է պրոգրեսիվությունը արտացոլած։ Եվ մենք ունենք ծախսային մասերով։ Ծախսային մասերով մենք ունենք այն պայմանները, որ այսօրվա դրությամբ արդեն կառավարության ղեկավարները արդեն ասում, որ 9 ամիսներով 70 միլիարդից ավել արդեն հետ են վերադարձել։ Ում է գնում, ովքեր են հիմնական շահառուները։ Ես ասում եմ, այն մարդիկ, որոնք որ ունեն մեկ բնակարան, երկրորդն է որպես լրացուցիչ կապիտալ, նրանք բյուջեի հաշվին, հարկերի հաշվին ունեցել են։ Այս քաղաքականությունը սա ուղղակի մեկ դրվագ է, մենք կարող ենք ավելի խորանալ, բայց սա ինչի է հանգեցնում, որ մեզ մոտ իրականում քաղաքականությունների հետ կապված այդ ներառականության ապահովման խնդրեմ իրականում խորացել է։ Ներեցեք միտքը ավարտեցիք դուք եւ երբ որ ասացինք 1 միլիոն դրամ եւ ավել աշխատավարձ ստացողները, այսպիսի մի վիճակագրություն մենք ունենք, կարող է վերջի 1-2 տարում որոշակի փոփոխված լինի, որ կարծեմ 1 միլիոնից ավել, կարծեմ 2.5-3000 մարդ էին աշխատավարձ ստանում եւ ավել։ 2 միլիոնից ավել, կարծեմ 600-700 մարդ էր, դա 2 տարվա կտրվածքով եմ ասում, բայց միջև 150,000 դրամ ստացողների քանակը մոտ 400,000 է։ Այո, հիմա մի փոքր ավելի բարձրացել է, պարոն Մելքոմյան, բայց տեսեք ինչն է խնդիրը։ Իրականում եթե աշխատավարձերի այդ բաշխվածությունը նայենք եւ նայենք մեդիանը եւ միջինը մի փոքր աճ է ընկած, որովհետեւ այդ բարձր աշխատավարձները քաշում են դե մեդիանան ավելի ցածրի վրա է ընկել, մինչեւ 200-220,000 դրամի վրա է ընկած։ Այսինքն միջին քո աշխատողների ամբողջությամբ կեսը մոտավորապես 200,000 դրամի ստացող մարդիկ են եւ ձեր տվյալները ճիշտ են, նախորդ եթե մի քանի տարի առաջ գնանք ավելի ցածր է եղել։ Սա ինչի մասն է խոսում, բայց սա պատմության մի մասն է։ Մենք չենք խոսում նաեւ մեր տնային տնտեսությունների հաշվեկշիռների մասին, որ ես անընդհատ ասում եմ, որովհետեւ սոցիալական գիտեք, ոնց ենք մենք դատում, որ կա ներառականություն եւ տնտեսությունների բարեկեցությունը բարձրացել է։ Բարեկեցությունը ոնց ենք ճախում։ Երբ որ մարդը 10 տարի առաջ ենթադրենք իր եկամուտը թույլ էր տալի գնել 10 աթոռ 10 սեղան, հիմա 12 աթոռ 12 սեղան պետք է գնի, որ մենք փաստենք, որ իր բարեկեցությունը աճել է։ Հիմա բայց ինչ է տեղի ունենում։ Մենք իհարկե նայում ենք եւ ես շատ եմ լսում, նաեւ կառավարությանը հարող փորձագետները ասում են մենք ավելի բարեկեցիկ ենք ապրում։ Ես դա կտրականապես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ ես վստահաբար ասում եմ, որ կան ինդիկատորներ, որոնք որ հուշում են, որ միջին եւ միջինից ցածր աշխատավարձ եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բարեկեցությունը էապես վատացել է։ Ինչպես կարող ենք դա փաստենք։ Տեսեք, ես վերցրել եմ ֆիզիկական անձիկ ստանում են 3 աղբյուրից եկամուտ։ Դա աշխատուժի վաճառքն է, դա քո ակտիվներն են, այսինքն ֆիզիկական ակտիվներ, տուն ունես, բնակարան ունես, որը վարձով ես տալի կամ ասենք արժեթղթեր ունես, եւ երրորդը տրանսֆերտներն են։ Հիմնականում միջին եւ ցածր եկամուտով տնային տնտեսությունները նրանք հաստատ ակտիվների սեփականատերեր չեն։ Նրանք հազիվ կարող են ունենալ մեկ փոքր բնակարան, նրանց աղբյուրները կամ տրանսֆերտն է կամ աշխատավարձը։ Տրանսֆերտները վերջի տարիներին, եթե չասենք անկում ունեն, հաստատ չի աճում։ Աշխատավարձի մասով ես ուղղակի մեկ փոքր վարժություն եմ արել, վերցրել եմ 2018 թվականի բազիսը եւ մինչև 2025 թվականին ներողություն մեր հեռուստադիտողների համար ասենք, որ այս վարժությունը շատ կարևոր է, որպեսզի մենք շարժընթացի կամ այսպես կոչված դինամիկայի մեջ տեսնենք ինչ է կատարվում։ Ուրեմն եկեք
սիրելի հայրենակիցներ, ուշադիր միատնայինք աշխատավարձի շարժին, ինչ ա եղել վերջի 7 տարիների ընթացքում, այո, որպեսզի մենք կարողանանք փաստենք նորից թեզը ասենք, որ մեր տնային տնտեսությունների բարեկեցությունը աճել է, դա պետք է նա ասենք, որ նրանց եկամուտները թույլ են տալի, որ շատ ավելի շատ բարիք գնան։ Այո։ Հիմա դրա հետ կապված մենք ոնց ենք ասենք որ սպառման որակը բարձրացնել, ահա։ Հիմա նայում ենք առաջինը, ես արդեն ասացի, տրանսֆերտները չեն աճում, նույնիսկ ընկնում են, մենք նայում ենք աշխատավարձերին, աշխատավարձերը անվանական աճում են եւ իրականի եմ ես վերա, այսինքն գնաճով ճշգրտել եմ։ 2018 թվականի համեմատ 2025 թվականի հունիս ամսվա միջին աշխատավարձերի մակարդակը եւ գնաճով ճշգրտված, հա, մոտավորապես 32-33% է աճել, հա, իրական առումով, սա լավ է։ Այսինքն տարեկան միջինը 4%։ Այո, այն ինչ որ թմբկահարում է կառավարությունը, բայց դա ընդհանրապես պատմության մի մասն է։ Մենք չենք նայում ախր ծախսային մասերը, ախր դա տնային տնտեսությունների մոտ, չէ՞ որ միայն եկամուտը դու չպիտի, իսկ ծախսերը ինչ են եղել։ Եվ այստեղ մենք պետք է նայենք նաև արդյոք նրանց հաշվեկշիռներում փոփոխություն կա թե ոչ, գիտեք, ցավոք մեր ԱՎԾ-ն ազգային վիճակագրական ծառայությունը չի հրապարակում տնային տնտեսությունների հաշվեկշիռները։ Իհարկե Միացյալ Նահանգներում օրինակ Քոլին Փաուելը շատ է խոսում, հա, մեր տնային տնտեսությունների հաշվեկշիռները ուժեղ են եւ այլ եւ մեծ ուշադրություն են դարձնում։ Հիմա հաշվեկշիռի տեսանկյունից, բայց մենք կարող ենք առաջնորդող ինդիկատորներին նայենք։ Օրինակի համար, ինչպես է փոխվել նրանց վարկավորումը եւ նրանց պարտավորությունները, հա։ Այո։ Չէ՞ որ սպառողական վարկ երբ որ մարդ վերցնում է, այսօր գնում ծախսում է, ընթացիկ ծախսում է, նա պետք է հաջորդ տարիների եկամուտից տոկոսները մասհանումանի գումարած տոկոս եւ կրճատելով իր սպառումը եւ հերո մեծացավ։ Այո։ Հա, ներողություն, այս թվերը հնչեցնենք, քանի վարկառու կա ներողություն։ Վարկառուների թիվը դժվարանում եմ ասեմ, բայց պետք է նայել ընդհանուր վարկերի ծավալով բանը։ Ես ուղղակի թիվը ասեմ 18 թվականի համեմատ 25 թվականին, եթե նայում եք պաշարը 4 տրիլիոնից ավել աճել է մեր վարկերը։ Եթե նայում ենք բաշխվածությունը ուր է գնացել եւ ինչ արագությամբ են աճում վարկերը, ամենամեծ արագությունը գնում է հիպոթեք եւ գնում է սպառողական։ Հիպոթեկի մասին ես արդեն խոսեցի, հիմնական օգտվողները միջինից բարձրներն են։ Սպառողական վարկերից ովքեր են օգտվում։ Բնականաբար ոչ այն մարդիկ, որոնք որ ստանում են 1 միլիոն դրամ աշխատավարձ։ Ես ասեմ թվերը։ Սպառողական վարկերը ներողություն թիվը ասեմ 2.6 անգամ աճել է։ Ուրեմն մենք ունենք 2.3 միլիոն ուրեմն միավոր վարկ, ու կարող է մի մարդը մի քանի վարկ ունենա, այսինքն տեսեք դե հիմա այդ միավոր վարկը եւ ընդ որում 1.6 միլիոնի սպառողական վարկերի մասով ընդամենը 500-600 հազար դրամ է, այսինքն մարդը այդ փողը վերցրել է որ ուսման վարձ վճարի, վիրահատվի, ինչ որ մի միջոցառում իրականացնելու, որը որ իր եկամուտը չի բավարարում, ես դրա համար եմ ասում, իրենց բարեկեցությունը միանշանակ ընկել է։ Դա այն դա ոչ թե ասում է պարոն Մելքումյանը կամ Վարդան Արամյանը, դա ասում է թվերը։ Եվ թվերը շատ պարզ են ուղղակի հուշում, ուղղակի այդ մարդը չէ որ եթե իր պարտավորությունների մասը 2.6 անգամ աճել է, նա պետք է սպասարկի դա։ Էլ չասեմ բարձր տոկոսներ։ Պարոն Արամյան, տեսեք, ես իմ գործընկերների հետ վերջի շաբաթների ընթացքում լինում եմ հանրապետության տարբեր մարզերում, վերջին անգամ մենք եղել ենք ուրեմն Ալավերդի քաղաքում եւ ուրեմն Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում, խնդրեմ մեր ռեժիսորին ցուցադրեն տեսանյութը, հետո մենք կշարունակենք։ Պետք է այնպես լինի, որ ժողովուրդը սկսի նորից իրար հարգել, նորից սիրել, մթնոլորտը պետք է լավացնել։ Մարդիկ պետք է այս անորոշ վիճակից, անորոշություններից կարողանան տեսնեն, որ երկրում ապագա կա։ Դրա համար մենք ինչ ենք ասում։ Ծառուկյանը մեզ հանձնարարել է, ասել է գնում եք ժողովրդի հետ հանդիպում եք, լսում եք թե ժողովուրդը ինչ է ասում, ինչ առաջարկներ կա, որտեղ ձեր այս տարածքի, ձեր տարածաշրջանի, ձեր համայնքի պրոբլեմները, խնդիրները ամենալավը դուք գիտեք։ Այս ֆորմուլան որ դրված է, որ ձեզանից առաջարկները լսենք եւ ներառենք ծրագրում, հետո այդ ծրագիրը ձեր հավանության դեպքում իրագործենք, քայլ առ քայլ գնանք առաջ, վերջի վերջո մի քանի տարի հետո մենք տեսնելու ենք, որ մեր յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուր ընտանիքում բան է փոխվել դեպի դրական։ Մենք ունենք, ասենք, կիսատ թողնված անասնակոմեր,
ունենք ձեռք բերված տեխնիկաներ ու հիմնականում ձեռք ենք բերել վարկով, վարկերի միջոցով։ Ու մի կխնդրեինք, եթե հնարավորություն կա, հնարավորության չափերի սահմանում, մեզ օգնել տոհմային անասուններ ստեղծելու, զարգացնելու այդ ճյուղը նպատակով։ Պետությունը պետք է հասկանա, որ գյուղական բնակավայրերում շատ հասցեական աջակցություն պետք է տա քեզ։ Պետությունը պետք է հասկանա, թե ինչ տոկոսով քեզ փող պետք է տա, որպեսզի դու եկամուտ ստանաս։ Այսինքն այս առումով Գագիկ Ծառուկյանը իր ծրագրերը ունի, մենք ձեզ լսելու ենք, դա տեղ է գտնելու այդ ծրագրում, մշակելու ենք, որպեսզի ինքը գրավիչ լինի ձեր համար։ Ամբողջ հանրապետությունում իմ կարծիքով բրդի վերամշակում չկա։ Այսինքն փոքր մանվածքային արտադրություն լինի։ Հա, հավաքենք բուրդը, մեկը համ պահողներին, ոչխարբուծողներին օգուտ կլի, համ մշակողներին աշխատատեղ կլի։ Հիմա օրինակ այդ ոչխարների գլխականակի ինչքան է գյուղում։ Գյուղում պահող չունի, որովհետև օգուտը քիչ է։ Իսկ խոշոր եղջերավորների գլխականակը։ Խոշոր եղջերավորը խոշորը, բացի այս տարվանը, մոտ մի 300-ից ավել։ Որ ամայնքում կա։ Եղեգում։ Բայց ժամանակի ընթացքում իջել է։ Իջել է, հա։ Դրա համար Ժողովուրդ ջան, միտքը հետևյալն է, շատ ճիշտ էլի հարցադրում է, որ այս առաջարկները մենք գույքագրենք, խմբավորենք, որտեղ առաջարկներ կա, որ տիպիկ մենակ ձեր համայնքում կարալի, բաներ կան մեծ մասը, որ բոլորի համար նմանատիպ խնդիրներ կա։ Սա գա մտնի առաջարկ Հայաստանի ծրագրի մեջ, հետո այդ վերջնական ծրագիրը նորից բերենք ձեզ հետ քննարկենք, այսինքն եթե դա ձեր կողմից ձեր առաջարկներն է, ուրեմն դուք չեք կարա դեմը լինեք դրան։ Եթե դա ձեր առաջարկներն է, համաձայնեք, հետո արդեն մեր մասնագետները աշխատելու են ամիսների ընթացքում դրա վրա, կգնանք ամբողջ մարզերով հանրապետության եւ արդեն կառաջանա կձևավորվի վերջում այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը։ Եվ դուք գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը այն անձնավորությունն է, որ շատ հետևողականն է։ Հետևողական անձնավորությունն է, ինքը եթե մի բան խոսք կատարել է, անպայման ի կատար է ածում։ Ունենանք աշխատատեղ, որ մենք աշխատենք մեր գյուղում։ Ու այնպիսի մի աշխատանք, որ բոլորը ունենան այդ աշխատանքը։ Անպայման պետք է մտածել, որպեսզի այս գյուղին հատուկ մի հատ որոշակի արտադրական, այո, միավորը լինի ստեղ, որ կարան գյուղի բնակչության մեծ մասը կարողանան աշխատել։ Թող լինի փոքր, բայց լինի այդ աշխատանքը։ Բայց գոնե մի մաս ունենա աշխատանք, որ միանշանակ։ Մյուս մանուճարները ֆինանսավորում զեղչ կամ բարձրակույն ուսումնական հաստատությունների մասնախոսքը, ինչքան ես տեղյակ եմ, զեղչերի համակարգագործում տարբեր կատեգորիաների ընտանիքի երեխաների համար, այսինքն ուզում եք որ on-line-ի ավելի շատ։ Այո։ Դե բնականաբար ասեմ, ես անկեղծ պետք է ասեմ, վճարով ուսուցման համակարգում հնարավոր չի որ բոլորի համար զեղչեր անեն կամ վճարներ բանը, որովհետև այդ բուհը պետք է զարգանա եւ նորմալ գիտելիքներ տա, բայց եթե երեխաները խոր գիտելիքներ ունեն, առաջադիմությունը բարձր է անպայման անվճար բանի համակարգի անցման բան ունեն, բայց իհարկե շատ կարևոր հարց եք բարձրացնում այդ առումով։ Շատ Բայց նաև ավելացնենք, որ պարոն Ծառուկյանը միշտ այդ առաջարկը հնչեցրել է, որ ուսանողին տալ հնարավորություն ինքը սովորի, աշխատի, աշխատելուց հետո նոր իր վճարը ոնց որ վճարի։ Այդ առաջարկը մեր ծրագրում լինելու է։ Այդ եղել է նաև նախկինում կոչվում է ուսանողական վարկեր։ Ինքը հիմա սովորում է այդ վարկի հաշվին, համարյա 0% ավարտում է, գնում է 5 տարվա ընթացքում կամաց փակում է։ Դա շատ կարևոր բան է։ Ժողովուրդն է հենց որոշում, թե ով պետք է իշխի երկրում, ինչ պետք է լինի։ Ուրեմն ոչ բոլորն են ձեր նման ժողովրդին տեղ տալիս։ Շնորհակալ եմ, մենք ուրեմն ասել ենք։ Դուք տաղանդավոր եք, բոլորդ ամենագեղեցիկ տաղանդավոր ազգ եք, տաղանդավորը լուծում միշտ գտնելու է։ Մենք իրավունք չունենք հանձնվենք, ասենք դե ոչ մի բան հնարավոր չէ։ Դուք ժողովրդին սենց ընթառաջում եք, ժողովուրդն միշտ ձեր կողմն։ Դուք երբ ուզեք մեր գալը, երբ ուզենաք մեզ տեսնել, համոզված եղեք, մեկ օր հետո, տեղյակ պայելուց հետո, մեկ օր հետո։ Մեկ օրը շատ է, մի ժամ հետո։ Չէ, ավելի ռեալ լինելու համար եմ ասում։ Իրականում ձեր այդ շփումը, նախ մենք ձեզանից շատ ինֆորմացիա ենք իմանում, ու ձեր այդ շփումը մեր համար իրոք շատ հաճելի է, Ժողովուրդ ջան։ Այստեղ պետք է այնպես լինի, որ արտադրությունը ձեռնտու լինի այստեղ։ Պետք է այդ ներդրումը անող լինի, բայց որպեսզի այդ ներդրումը անողը լինի, համայնքն էլ պետք է հանդես գա, ուրեմն նախաձեռնությամբ, եւ եթե համայնքում կա այդ ներուժը արդեն,
ուրեմն որ արդեն մասնագիտացվել են, մասնագետներ կան, ինչի պետքա կորցնվի այդ ներուժը։ Ինչու՞մ նախնդիրը, որ այն մեծ փառք ունեցող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը այսօր կամ չի գործում կամ մասնակի ինչ որ բան է անում եւ ինչ հեռանկար կար։ Ես երևի կլինի մի 15 տարի, որ պարլամենտում եւ պարլամենտից դուրս եւ գիտական հոդվածներով հիմնավորում եմ, որ պետքա Հայաստանին նոր էկոլոգիապես մաքուր պղնձաձուլական գործարան ձևավորվի, կառուցվի։ Դա պատկերացնում եք ինչքան աշխատատեղեր կլինեն, եթե մենք մաքուր պղնձաձուլական ձեռնարկություն ունենանք, եւ դա ներուժը չէ, որ այս քաղաքում միջին եւ բարձր սերունդի մարդիկ այդ ոլորտի մասնագետներ են։ Մենք ինչի՞ պետք է կորցնենք իրանց։ Լավ կլներ, որ ձեր նման խորհրդանոց մի 10-20 տնտեսագետ լիներ։ Հալիս այն հարցեր են բարձրացնում, բայց ճանապարհը ցույց չեն տալու։ Շատ հաճելի է, պարոն Թամազյան ջան, գնահատականների համար ինչ որ դուք ասում եք, հետո գիտեք ինչ, այս կենթանի շփումը մարդկանց մոտ ոնց որ ոգևորություն է առաջացնում, կյանքը տենց է։ Ես նախորդ մեր դեպետ գյուղում ասեցի, ժամանակին ասում մեծ ու փոքր կար, իրար կարգին բարև տալ կար, հա, այդ ամեն ինչը նիստուկած է եղել է մարդկանց մեջ։ Հիմա մենք պետք է նենց լինի, որ մարդկանց ցույց տանք, որ այս երկիրը զարգացող, բարգավաճող երկիր կարա դառնա, որ հույս կաստեն, ոչ թե ճամպրուկները վերցնենք, պատրաստենք, մի ոտը այնտեղ, մի ոտը ստեղ, այդ վիզաների կենտրոններում տեսնում եք ինչա կատարվում։ Պարոն Արամյան, տեսեք, ուրեմն մեր գյուղաբնակ, ուրեմն համակարգացիները ինչ են ասում, Եղեգնուտ գյուղից, ասենք Դեբետից եւ այլն, ամենակարևոր հարցը այն է, որ նաեւ վերջին իմ հաղորդումները մեզ բարձրացնում են, որ գյուղական բնակավայրերում կտրուկ վերջի 2-3 տարիների ընթացքում անկել է անասնագլխականակի թվականակը, ասենք անասնագլխականակը։ Ինչ նախնդիրը, խնդիրը կայանում է նրանում, որ այդ անասնապահական հատկապես կաթնատու, դե մսատուն պարզա որ պետքա մորթվեն, կաթնատուի մասով ծախսերը ավելացել են, ասինքն այդ գործով զբաղվել է, ոնց որ դուք ասեցիք, որ ծախսերը, չէ, տնային տնտեսությունը։ Նույնը այդ գյուղատնտեսական այդ ոլորտի անասնապահության բնակավարում, այդ միավոր, եթե պայմանական ասենք, մեկ անասունի հետ կապված խոշոր եղջերավոր նրան ուրեմն զարգացնելու, հասունացնելու, այդ ծախսերը այնքան են աճել, որ նրանք մորթում են ուղղակի, էլ ձեռ չի տալի, որ այդ անասունը դու ու կաթնատու ճյուղի մասին է եւ նաեւ դրա մասին շատ է ասվել, որ ուրեմն 1 լիտր ջուրը ավելի թանկ է, քան 1 լիտր կաթը։ Եվ այս պարագայում, եթե մենք ասես միավոր միկրոբիզնեսում այս գյուղացիական ոլորտում նայենք, որ լուծում չկա ու հարյուրներով, հազարներով են կրճատվում։ Այսինքն ես իրենց խոսք եմ տվել, որ պետք է հնչեցնեմ այդ խնդիրը։ Եվ իհարկե, քանի որ նաև համայնքները խոշորացել են, այդ առումով նաև համայնքից համայնք տեղափոխվել է տրանսպորտային ծախսերը, երիտասարդները գալիս են քաղաք սովորելու եւ հետո այդ հետ չեն վերադառնում, որովհետեւ գյուղի սոցիալական միջավայրը քաղաքակիրթ չի։ Այս գյուղը մենակ տենց ինչ որ հանդը չի կամ մենակ անաստան գոմը չի, էլի, ասենք պետք է այնտեղ կյանք լինի։ Եվ այս պայմաններում այս ինչ որ մենք վարկերի մասին խոսեցինք, նաեւ մեծ մասը այդ վարկերի տակ են։ Այսինքն մենք ստացվում է, որ կամաց-կամաց մեր գյուղերը մի կողմից կդատարկվեն, մյուս կողմից ծերանում են, այսինքն սեռահասակային կազմը որ նայեք, երիտասարդին գրավիչ չի։ Ի վերջո ինքը գալիս է քաղաք ու էլ հետ չի ուզում գնա։ Այս առումով մենք շատ ուրախանալու բան չունենք, այնպես որ այն ինչ որ դուք ասեցիք, մեկ անգամ եւս ապացուցում է այդ վարկերի, ծախսերի բեռը, որ ավելանում է։ Եվ այդտեղ նաև կա տնտեսական քաղաքականության կոմպոնենտը, ես նույնիսկ եմ ուզում հնչեցնեմ, որովհետև գիտեք, կառավարությունը այդ ծրագրերին պետք է հետամուտ լինի եւ տարածքային համաչար զարգացումը, երբ որ թղթին հանձնում են, դա միայն թղթին հանձնման բան չէ, տարբեր գործիքակազմով նաև պետք է օգնեն ու այդ թվում նաև բիզնեսին։ Գիտեք, այսօրվա դրությամբ ես չէի նախանձի բիզնեսին, այսօրվա իրավիճակի հետ կապված, որովհետև այն ինչ որ կատարվում է մենք բարձ ցուցիչ կա դրա հետ կապված, թե ինչպես է ենթադրենք արտաքին ներդրողը դրան արձագանքում։ Այլուր մնաց ենթենք մենք փորձենք ներքին ներդրողին, որը շատ ավելի լավ է տեղեկացված ներքին իրավիճակի մեջ, նոր խոշորածավալ պրոյեկտ անի, որովհետև տարածքային համաչափ զարգացման համար պետք է խոշորածավալ պրոյեկտներ։ Իսկ խոշորածավալ պրոյեկտները մեծ գումարներ են, իսկ մեծ գումարները մեծ ռիսկեր են եւ այդտեղ բայց միջև այդ ծրագրերը մեգա այսպես պայմանական ասենք այնտեղ պետք է մարդ մնա, չէ, շունչ պետք է մնա։ Երբ որ ժողովրդագրական կազմը իր կառուցվածքով արդեն աղճատվում է, ասենք գյուղում պետք է լինեն երիտասարդներ, միջին հասակի մարդիկ, թոշակ
երբ որ այդ կազմը նաև հանրապետության համար է դա լուրջ խնդրեմ, մենք տեսնում ենք, որ դուք ճիշտ ասեցիք համաչափ զարգացման Երևանն է եւ Երևանի մեջ էլ Երևանի կենտրոնը այսօր տեղաշարժվելու համար ինչ խնդիրներ է ստեղծում։ Գիտեք, օրինակ, եթե դուք նայեք երիտասարդներ համեմատաբար որ տարածաշրջանում կան, կտեսնենք, որ հիմնականում քաջարանի շրջակա համայնքներում է։ Ինչու՞, որովհետև այնտեղ կա խոշոր արդյունաբերություն եւ կա աշխատատեղ։ Նույնը ժամանակին թեղուտում էր, հա, ասենք այդ տարածաշրջանում, երբ որ թեղուտը սկսեց գործարկվել, նույնիսկ այդտեղի տարածաշրջանի մարդիկ սկսեցին բոլորը մեքենաները նաեւ փոխել։ Դա արդեն կյանքի որակի փոփոխություն է։ Ասել ես նաեւ, որ գիտեք, այդ քաղաքականությունը բազմապրոֆիլ է եւ բազմաշերտ է, բայց նույնիսկ շատ դժվար է տնտեսվարողներին համոզել, որպեսզի նա խոշորացավալ պրոյեկտ անի, բայց շատ հեշտ է վախեցնել նրանց աշկը, ընդամենը 1-2 գործողությունով։ Ես դրա մասին խոսել եմ 2022 թվականից, երբ որ առաջի ոչ թափանցիկ գործարքը տեղի ունեցավ, խոսքը վերաբերում է Քաջարանի մասով, երբ որ կառավարությունը փայ վերցրեց։ Իհարկե պոպուլիստական անուն ասեցիք ոչ թափանցիկ, այսինքն մեղմ եք ասում, հա։ Ես դա մասնագիտական տերմին է եւ բոլոր այսպես ասած բիզնես հանրությունը միշտ օգտագործում է, երբ որ մի գործարք կառավարության որևիցե գործողություն լինում է ոչ թափանցիկ, ինչ է դա նշանակում, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կառավարությունը ենթային 23%-ի փայամասնություն ձեռք բերեց, որն էր այդ գործարքի տակը թաքնված այն հիմնական հենասյունները եւ որից մեկը չկարողացավ նույնը նաեւ գնաց ամուսարում նույնը նաեւ տելե ընկերություններում վիվասելում հասկանում եք այդ գործարքները դրանք ներդրումային միջավայրը խեղող են վերջերս մենք ունենք նաեւ հեծում նմանատիպ իրավիճակ որը եւս բավականին լուրջ խոչընդոտ է ես էլ չեմ ասում որ դեռ մի կողմ եմ թողնում, որ բնականաբար այդ ոչ թափանցիկ գործարքի հաջորդ կողմը, որը վնասվել է կառավարության գործողությունը, բոլորը այսօր շտապել են դեպի արբիտրաժներ։ Ինչ կլինի դրա արդյունքը, դա եւս պետք է գնահատել եւ դնել։ Իրականում, գիտեք, հանրային ֆինանսները եւ ընդհանրապես ֆինանսական պրակտիկայում, ասենք կլինի միջազգային ստանդարտները, GAP-ը կամ IFRS-ը, այդ պայմանական պարտավորություններ ասած կա եւ դա պահանջում են այդ միջազգային ստանդարտները, որ ինչ որ ցևով դու պետք է արտացոլես։ Այնտեղ կա մեկ կարևոր դրույթ, դե կամ մակարդակներ, հասկանում եք, possible եւ probable բանկը եւ նաեւ չափողականությունը։ Ամենավերին մակարդակ ասում է, եթե դա probable է, այսինքն հավանականությունը ըստ IFRS-ի դա սովորաբար 50%-ից ավելն է, հա, մեծ հավանականություն կա, որ այդ պարտավորությունը պետությունը կկրի եւ դա չափելի է, ասում են, որ դու պարտավոր ես դա ոչ թե ուղակի որևիցե միտեղ կոչվում են նոթերում կոտնա ֆինանսական ցուցանիշների պայմանական բացատրություններում դու ցույց տես պետք է մտցնես բալանս ինչու համար եմ սա ասում նել չասեմ որ այդ գործողությունների արդյունքում մենք պայմանական ավելացնում ենք պարտքը Հայաստանի Հանրապետության պարտքը որ այսօր նորից տակ թեմա է դարձել ես 14 միլիարդ է չէ արդեն մոտեցել իրականում գիտեք ինձ անվանական ցուցանիշը ոչինչ չի ասում անկեղծ ասած ես տեսնում եմ որ ֆինանսների նախարարությունը ուր են գնում դա է միտքը գումարները ուր են գնում եւ ամենակարևորը ինձ ավելի շատ անհանգստացնում է դինամիկան եթե որևիցե մեկը որ ասի որ մենք ամեն ինչ կորած ես այդպես չեմ կարծում որովհետեւ ամեն դեպքում պարտքը կառավարելի սահմաններում է ամեն դեպքում ֆինանսների նախարարությունը ջանքեր գործադրում է որպեսզի եւ պակասությունը իջեցնի եւ այլն բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է դրա դինամիկան որովհետեւ եթե դուք նայեք 22 թվականից այս կողմ պարտքնացուցանիշը վատանում է ըստ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ ըստ նոր բյուջեի ապագա 3 տարիներում եւս վատանալու է մինչեւ 28 թիվը եւ հասնելու է 55%-ի իսկ այդ պարտքի սպասարկման գումարը բյուջեի եւս մեծանալու է 440 միլիարդ դրամից ավել է այսինքն 1 միլիարդ դոլարից ավել է այո Գումարած դրան շատ կարևոր է նաև պարտքի ստրուկտուրան, ժամկետայնությունը, ինչպիսին է եղել, ընթացիկ կոմպոնենտը պարտքի մեծացել է։ Սա եւս ասենք լիկվիդանության պահանջ է, եւ զանգերը, այո, զանգերը հնչեցնում։ Գումարած դրան մենք ունենք մեկ խնդիր, որը կապված է մեր տնտեսական կառուցվածքի հետ, չէ՞ որ այդ պարտքնացուցանիշը մենակ համարիչը մենք նայում ենք անվանական պարտքը, հայտարարը դա մեր հնան է եւ այստեղ մենք պետք է նայենք դրա կառուցվածքը, իսկ ինչքանով է կայուն մեր տնտեսական կառուցվածքը։ Շատ կարևոր բան է ներողություն, որպեսզի մեր հերոստատիտողոսենց այս մասնագիտական, տնտեսագիտական մաչ են մեկ մենք պարոն Արամյան, ոնց որ մի փոքրիկ ամփոփում անենք,
այդ միտքը տանք, հետո հիմա տեսեք, շատ կարևոր բաներ ասացիք, առաջինը պարկ վերցնելը, եթե պարկ են տալի, ընդհանուր առմամբ վատ չի, որպես երևույթ, բայց եթե քո տնտեսական աճը ավելի դանդաղ է, քան պարտքի աճը, այդ մի հատ նայենք, այդ որ բերում ես, տնտեսական աճն ավելի արագ աճում, թե պարտքը, սա մեկ։ Այո, սա երկրորդ, պարտքի սպասարկման գումարը, եթե դա արդեն 400 քանի միլիարդ 440-50 միլիարդ դրամ է, եւ հետո աճելու է, քո բյուջեի մեջ ինչ կշիռ ունի դա, որ արդեն ծախսերի մեջ անվանում, որը հավասարվել է քո պաշտպանական անվտանգային ծախսերին համարյա։ Սա երկրորդը, երրորդ հանգամանքը ես այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ համարիչը հասեցինք, որ դա պարտքն է, հայտարարում, երբ որ համախառն ներքին արդյունքն է, միշտ ես դրա մասին ասում եմ, այսօր մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքը, ոնց որ դուք ասում եք, իրական սեկտոր կա, չէ՞, հատվածը, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն։ Ամեն մեկը այսօր արդյունաբերությունը 10-11% է, գյուղատնտեսությունը 8-9% է, շինարարությունը 6.8% է։ Այն ամբողջ ահռելի բանը ծառայություն առևտուր, որտեղ հասկանալի է ծառայությունը պետք է, բայց նա հավելյալ արդյունքը ըստ էության չի ստեղծում։ Ես ավելի վախեցնում եմ փոքր, տեսեք շատ մի վախեցեք։ Մեր արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, որը սովորաբար եւ որոշակիորեն նաեւ ծառայությունների որոշակի մասը, հա, դրանք համարվում են արտահանելի հատված։ Բացատրեմ ինչ է նշանակում, գիտեք, երբ որ դու կարողանում ես ապրանք արտադրես եւ ամբողջ աշխարհին առաջարկես, դա շատ ավելի կայուն է, քան թե դու մենակ քո ներքին տնտեսությունում ես առաջարկում։ Այո, հա, որովհետեւ վտանգավոր է։ Սովորաբար, ասենք օրինակ բնականային շինարարությունը դու մենակ քո ներքին տնտեսությունում ես առաջարկում։ Դու չես կարող տանես դա պորտուգալացուն առաջարկես, քանի դեռ դու չես դարձել օրինակ տուրիզմի կենտրոն, որ ենթադրենք պորտուգալացին ձգտի գա քեզ մոտ բնականան ձեռք բերի, լավ։ Հիմա այս տեսանկյունից մեկ մի հատ նայենք մեր կառուցվածքը։ Իհարկե ունենք մենք, եթե չեմ սխալվում, 8 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.1% է եղել։ Հիմա որ բացվածքը նայում ենք, կապիտալ շինարարություն 20% աճ, ծառայություններ 10% աճ, արդյունաբերությունը բացասական, գյուղատնտեսությունը դե 9 ամիսը կունենանք նոր կտեսնենք, իհարկե այնտեղ սովորաբար շատ համեստ է, 2%, 3%։ Հիմա որ նայում ենք օրինակի համար, ես վարկերի մասին խոսում էի, պարոն Մելքոնյան, մենք նայենք օրինակի համար 18 թվականից այս կողմ ինչ է եղել, հա, կառավարությունը անդադ ասում է, ես արտահանման միտված քաղաքականություն ունեմ։ Եթե այդպես լինի, գիտեք, որ բանկերը կհոսեն ընդեղ, իհարկե։ Կգնա արտահանելի հատված, որովհետև բանկը միջնորդ է, բանկը միշտ հակված է փողը տա այնտեղ, որտեղ կա աճի պոտենցիալ, որտեղ կան եկամուտ գեներացման հնարավորություն։ Եվ մենք տեսնում ենք այդ 4 տրիլիոն աճի պայմաններում հիմնականում գնում է, ես արդեն ասի, հիպոթեք, սպառողական վարկեր, առևտուր, ծառայություններ։ Որքան է գնացել այդ 4 տրիլիոնից արդյունաբերության ոլորտը 1-2%։ Շատ չնչին, այո։ Պարոն Արամյան, ներողություն, ուրեմն տեսեք, հիմա հետ գանք Ալավերդուն, քանի որ ես խոսք եմ տվել նաև Ալավերդու մեր համակարգացիների հետ հանդիպման ժամանակ հնչեցնեմ, ուրեմն տեսեք ինչ է կատարում, երբ որ մենք խոսեցինք համաչափ զարգացման մասին, դե գիտեք, Ալավերդին դա արդյունաբերական քաղաք է, պղնձաձուլական ձեռնարկություն նախքին հիմա էլ ինչ որ չափով գործում է Թեղուտը, ուրեմն ամեն օր 350-400 կին Ալավերդուց եւ շրջակա գյուղերից ավտոբուսով գնում են Վանաձորի ձեռնարկություն, աշխատում են ու հետ են գալի։ Պատկերացրեք 3 ժամ երևի ճանապարհների մեջ են այդ կանայք եւ ուրեմն որտեղից ուր Նախկինում մենք գիտենք, որ տարբեր քաղաքներում եղել են խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, կարի ֆաբրիկաներ, մեքենաշինական ինչ-որ ձեռնարկությունների։ Հիմա ես հնչեցնում եմ, որ իհարկե ես իրենց ասեցի, որ բիզնեսը այնպեսի բան է, որ վարչահրամայական բանով չես կարող ստիպես, որ արի ստեղ գործարան։ Հիմա արդեն պետքա բիզնեսը նայի, իրան հարմար է թե չէ, բայց այնուամենայնիվ այդտեղ էլ հնարավորություններ կան, որ պետքա մտածել, թե համայնքը կամ ասենք թե մարզը ինչ կարող է տեղ ուղղորդի կամ ինչա աջակցի մեկ եւ երկրորդ շատ կարճ անդրադառնանք, որովհետեւ շատ խոսել եմ, մենք գիտենք, որ Հայաստանը դա ուրեմն ունեցել է մաքուր պղնձի արտադրություն հենց Ալավերդում, ցավոք սրտի արդեն քանի տարի խոսվում է մաքուր պղնձաձուլարան ունենալու, կարծեմ Քաջարյանի գլխավոր բաժնետերը Տրոցենկոն նույնպես կառավարության հետ այդ պայմանավորությունը ձեռք է բերել, բայց այդպես էլ այդ հարցը չի լուծվում, չգիտես ինչի։ Նույն ես գիտեմ, որ դա ծծմբաթթու, չգիտեմ ինչ, եւ այլը դրա օգտահանում եւ այլ, բայց այդ ներդրողը մաքուր պղնձաձուլարանի մեջ դա չկա Հայաստանում։ Գիտեք, ես արդեն ասացի, պղնձաձուլարան ստեղծելու համար դա 100 կամ 200 միլիոնի ներդրում չի պահանջում, դա միլիարդների կապված ներդրում է պահանջում։ Դա նշանակում է, որ բիզնես միջավայրը նաև պետք է լինի այն ձեր ասած պարամետրերը։ Այո, ասած, պետք է այնպեսի տեսեք, եթե հիմա
Պատկերացրեք ժամանակին նաև Ալեքսն էլ ունեցել է շատ լավ ծրագիր չինացիների հետ, նաև կնքած մեմորանդում, 18 թվականին նաև փորձել են կառավարության միջոցով դա ինչ որ չափով տանել առաջ, չի ստացվել ինչ-ինչ պատճառներով, բայց դնենք մի կողմ, բայց հիմա տեսեք, պատկերացրեք հիմիկվա բանով նույն ենթադրենք որևիցե մի բիզնեսմեն գնում է չինացիներին, ասում է եկեք համատեղ ձեռնարկություն ստեղծենք։ Ինչ է կարծում, չինացի ներդրողը կշտապի Հայաստանում ներդրում կատարել, երբ որ տեսնում է, որ բարեար եւ միլիարդատերը ընդամենը մի քանի օրերի ընթացքում ձերբակալվում է։ Սա վատ նախադեպ է բիզնեսի տեսանկյունից։ Քաղաքականությունը դնենք մի կողմ, ինչ փաստարկներ ուզում են բերեն, հա։ Սա վատ նախադեպ է բիզնես տեսանկյունից։ Ցանկացած բիզնեսմեն հավատացեք, նույնիսկ եթե մենք նայում ենք օրինակ դեմոկրատ Եվրոպային, որը որ ամեն ինչ ասում է, կարևորը որ ռուսական շահի դեմ լինի, դուք ինչ ուզում եք արեք, նույնիսկ աղմուկ չեն բարձրացնում այս բոլոր բաներից, նույնիսկ եվրոպական ներդրողները չեն շտապի գան այդպիսի միջավայրում ասեն, ես նույնիսկ քաղաքականը դնենք մի շատ նուրբ է, պարտադիր է, ու եւ տեսեք, սովորաբար ակադեմիական աշխարհում, եթե բացենք օրինակ արտաքին ներդրողները ինչին են արձագանքում, նրանք ունեն երկու մակարդականի, այսպես քննաթերթիկ։ Առաջին մակարդականի քննաթերթիկը դա կոչվում է մակրոմակարդակի 4 կայունության հենասյուներ։ Առաջինը դա հարկաբյուջետային կայունությունն է, երկրորդը դրամավարկային եւ ֆինանսական, երրորդը քաղաքական կայունությունն է, չորրորդը անվտանգությունն է։ Հավատացեք, այն երկրներում, որտեղ այս 4 հենասյուններից որևիցե մեկը կախում է, արտաքին ներդրողը չի շտապում։ Ինչ եք պատկերացնում, ասենք մի երկրում, որտեղ կա ֆինանսական անկայունություն, այնտեղ կգա կներդնի, իհարկե ոչ, կամ ենթադրենք մենք այն ինչ որ հիմա ունենք, սա անվտանգայինը էլ չասած, անվտանգայինը համար առաջինն է, կամ քաղաքական է, հիմա այսօր մենք ունենք քաղաքական անկայունություն, հասկանում եք։ Տեսեք, ուրեմն Գագիկ Ծառուկյանը որոշ ժամանակ առաջ մի հայտարարություն արեց, ասեց, գիտեք ինչ, այդ կուսակցությունները, չգիտեմ, քաղաքական ուժերը, տարբեր անհատներ, մարդիկ մի կողմից կուսակցություններից հոգնել են, մյուս կողմից հույս չեն կապում միգուցե, եւ երրորդ կողմից 1, 2, 3 անհատներ ինքնուրույն ինչքան են խարիզմատիկ լինեն, մեր ժողովուրդը սիրում է, չէ՞, ինչ որ մեկին պաշտի, հետո նորից ասի դե չեն կարող, եկեք սենց անեն, գնանք դեպի ժողովուրդը թող իր առաջարկությունների ծրագրերը առաջարկի տա, հետո դա մասնագետները կմշակեն, կդարձնեն համապարփակ մի ծրագիր, եւ եթե ժողովուրդը տեսնի, որ ասենք իր առաջարկած այն ինչ որ ինքը առաջարկում է, դրանք ամփոփված են այդ ծրագրում, չի կարա դրան դեմ լինի։ Չնայած մյուս կողմից էլ սենց է, չէ՞, նաև ուրիշ խոսույթեր կա, ասում է, ով է այդ ծրագրերը կարդում, սա իրար նման են։ Եվ հետ ընտրական շրջաններում այսի մի ուղերձ հալնում ուղեր ժողովրդի մեջ, որ ասում է, այ նա չհաջողեց, որ իր ծրագրերը տեղ չհասցրեց։ Ստեղ գիտեք ինչ, ես 50-50 եմ էլի գնահատում, այդ ծրագիրը ոնց պետք է հասնես, պետք է հավատան այդ ծրագրին։ Ժողովրդի մեջ ոնց որ տեսնում եք, ինչ որ նախքին երևույթների դեմ մտնում է ուղեղները դուրս չի գալի, հետո տենց ապրում են մի 10 տարի, 20 տարի եւ խաթարվում է հանրային բանը, բայց ես դրա հետ չեմ ուզում ասեմ, այս ուղղակի sense որպես ուղերձ ես ասում եմ, դուք հարմար գտնեք։ Ուրեմն ես նայում եմ, տեսնում եմ, որ բեռնատարների վարորդները փակել են ճանապարհները Բագրատաշեն, Բավրա եւ այլն, եւ ինչա կատարվել։ Կատարվել է այն, որ մարդիկ Ռուսաստանում կարող են լինել 180 օր, հիմա Ռուսաստանը դրել է 90 օր, եւ մարդիկ, որ չգիտեմ, մարդկա կարող ամիս ու կես մնացել է Լարսում կամ փակվել է մնացել է այնտեղ եւ դեպորտների շտամպներ են խփել այդ մարդկանց անձնագրերի մեջ։ Հիմա այս իրանց հացն է, իսկ քանի հազար վարորդ կա ու բեռնատար կա եւ դա արտերիան է, չէ՞, ասենք թե դեպի դուրս ապրանք արտահանելու, դեպի Ռուսաստան, հետո ոնդեղից բերելու, ասինքն տեսեք, այդ երակը, որը սպասարկում է Լարսով, այդ երակի վրա ռիսկ է կախվել, ասինքն սա լուրջ կենսական հարց է։ Դուք ոնց եք կարծում այդ դրա հանրությունը։ Իսկ Ղազախստանը այդ հարցը լուծել է։ Ղազախստանը այդ հարցը լուծել է, որովհետև նրանց պաշտոնյաները քաշ ունեն։ Հանրային ֆինանսների մեջ գոյություն ունի այդպիսի ներառական նաև բյուջե ասած տարբերակը։ Այսօրվա դրությամբ համաշխարհային բանկը, արժույթի միջազգային հիմնադրամը որոշակի ծրագրեր ունեն, որ ասում են մասնակցային բյուջե, այսպես են ասում, մասնակից դարձրեք ձեր համայնքի անդամներին այդ
բյուջեների մասով, որպեսզի նրանք էլ հոգատալ լինեն, որտեղ հարկ են վճարում, նրանք պետք է տեր կանգնեն իրենց հարկերին։ Բայց այդ կա մեկ նյուանս, գիտեք, դուք ինչպես եք նրանց մասնակից դարձնում, որտեղ եթե դուք բազգաբնակությանը հարցրեցիր քո խնդրումը ո՞րն է, ինքը ասելու է ես ցանկացած դա ընդունված ակադեմիական աշխարհում բանը սովորական միջին վիճակագրական մարդը նա ձգտում է քիչ աշխատել, շատ շահույթ ստանալ։ Սա ամենտեղ ընդունում է, դա մարդու բնույթն է, հասկանու՞մ։ Քիչ աշխատանք, շատ ավելի շահում։ Դա համառաջին է նրանք ասեն ես ոչինչ չանեմ, ուղղակի թոշակները եւ աշխատավարձերը 5 անգամ բարձրացրել։ Դա բնականաբար հնարավոր չէ, բայց հարցադրումը պետք է այլ բաներ լինի։ Օրինակ դուք մեկ հարց բարձրացրեք, պատկերացրեք դա համայնք է։ Համայնքին հարցնում են Հարգելի գործընկերներ, ես իմ գործընկերոջ հետ հանդիպելու եմ։ Ես բոլոր հարցերով պետք է հարց քննարկեմ։ Ամենակարևոր խնդիրը քեզ մոտ ո՞րն է, տրանսպորտացիայի խնդիրն է, թե քեզ մոտ օրինակի համար դպրոցն է այդ տարածաշրջանում, որ պետք է նա պատրաստես, թե ենթային ակումբն է, թե եւ այլն եւ այլն։ Եվ սովորաբար վեբկայքերի միջոցով երկրներ կան, որոնք որ տալիս են voting, այսինքն մարդիկ կարողանում են քվեարկել, թե որ պրոյեկտն է ավելի կարևոր եւ ավականին սովորաբար երբ որ կապիտալ ծախսերի ծրագիր է հաստատում, նախապատվություն է տալի այն ծրագրին, որը համայնքը գտնում է, որ իր համար ավելի կարևոր է ազգաբնակությունը, այսինքն ինքը տեսնում է, որ համայնքի աջակցությունը վայելող ծրագիր, այո, ենթադրենք շատ ավելի իր համար քիչ կարևոր ոչինչ, հիմա մի ակումբ է չլինի, որովհետև փողը միշտ քիչ է, հասկանում եք, մի ակումբ է կարա քիչ լինի, բայց ջրի հարցը գոնե լուծվի։ Հետևաբար համայնքը ասում է, բերեք իմ կապիտալ ծախսերը ուղենք ջրագծերին այս տարի։ Հաջորդ տարի նորից էլի համայնքով համագում, ի՞նչն է ավելի կարևոր համայնքի համար, այսինքն գյուղացին այդտեղ որ աշխատում է, միգուցե խնդրեմը արդեն ջրի հարցը հետ է լուծվում է, այլ ասում է ճանապարհը, որովհետև ես իմ ապրանքը տեղափոխելու համար այո, ասենք կոնսենսուսային ավճիռները սա կա, բայց նորից եմ ասում, այս ներառական բյուջե կամ մասնակցային բյուջե անելու հետ կապված շատ կարևոր է թե դու սիստեման ոնց ես դնում ու ինչպես է հաշվետվականությունը ապահովում, որովհետև այդ հարցադրումներն էլ, այդ մոտեցումներն էլ, եթե ուղղակի գնացիր հարցրեցիր, դու ինչ ես ուզում, կասի ես ուզում եմ որ լավ ապրեմ, բայց ոչինչ չանեմ։ Պարոն Արամյան, ուրեմն հիմա մի փոքր էլ անդրադառնանք, տեսեք, ուրեմն վերջի ժամանակներում շատ տարածվել էր կրիպտոարժույթների, այսպես ուրեմն պատկերացում մարդկանց համար, ինչ որ մարդիկ շատ խորամուխ են եղել դրա հետ կապված տեխնոլոգիաների, ինչ որ մարդիկ ընդհանրապես ռիսկեր են տեսնում, մենք տեսանք, որ այդ կրիպտոարժույթների մասով բավականին փլուզումներ եղան, ուրեմն միջազգային այդ շուկայում, որն էր պատճառը եւ այլն, ինչ որ մի մասը գտնում է, որ ուրեմն Միացյալ Նահանգների իրանց ինչ որ պարտքի մի մասը կապել էին այդ կրիպտոարժույթների հետ եւ դրանով չեզոքացրին, մի մասը այլ մեկնաբանություններ է անում, նաեւ մենք տեսնում ենք, որ ոսկու գինը այսպես թռիչքաձև աճեց եւ աճում է եւ մի մասն էլ ասում է, որ սա ամենալիկվիդային երևի պահպանման համար մարդկանց իրանց ակտիվների, գումարների ոլորտն է, սահմանափակ ռեսուրս է եւ ոսկու հետ ոչ մի բան չի լինի, բայց ասես վայրի վերումները կան եւ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ այսօր մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող աշխարհում, այսինքն ուրեմն 20 տարվա առաջվա աշխարհը մեկ այլ աշխարհ էր, 10 տարվանը մեկ, հիմա ուրիշ եւ շատ արագ կարող է փոխվի եւ մարդկանց պատկերացումները շատ կարեւոր է, որ այդ թվում մասնագետների, եթե դու անընդհատ գործողության մեջ ես, process-ի մեջ ես, հետ ես մնում եւ քո պատկերացումները ավելի հետ են մնում։ Դրա համար անընդհատ մարդուց ջանքեր է պահանջվում, որպեսզի իրենք հետևեն գործընթացներին։ Մյուս կողմից ես պետք է ասեմ, որ նայելով ուրեմն մեր հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին, վարկերին եւ այլն, ոնց որ թե մենք տեսնում ենք, ես ուզում եի հասկանալ, այդ կրիպտո շուկան, կրիպտո արժույթը ոնց է գնահատում, մեր մոտ կարգավորված է թե չէ, զարգացած է թե չէ, այսինքն ինչ գնահատականներ դուք ունեք այս մասով։ Գիտեք, կրիպտո արժույթների շուկան դեռևս այդ աշճանի մեզ մոտ կարգավորված չէ, ինչքան որ համաշխարհային շուկայում, բայց ես միշտ եղել եմ ջատագով, նույնիսկ նաև ֆինանսների նախարար եղած ժամանակ, իհարկե դուք չեք գտնի աշխարհում ֆինանսների նախարար եւ կենտրոնական բանկ, որոնք ասեն, այո, խանդավառված ենք, նրանք միշտ, բայց ես միշտ սովորաբար հարել եմ այն մասին, որ եթե դա անխուսափելի է, աշխարհը, եթե ամբողջ աշխարհը գնում էր այդ դաշտը կարգավորելու, դու չպետք է ուղղակի, ասենք, անձուխտի քաղաքականություն վարես կամ եթե ջայլամի, հա, կամ վերևից նայես կամ ընդհանրապես հողի տակ մտնես, պետք է դա կառավարել։ Ես մի փոքր ուզում եմ նաև կանգ առնեմ, կրիպտո արժույթները սովորաբար իրանք շատ ավելի տատանողական են, քան այլ արժույթները եւ այս վերջի զարգացումները,
ինչով է պայմանավորված, ինչու եւ կրիպտոարժույթների գները լավ բարձրացավ եւ նաեւ ոսկու գինը։ Մենք պետք է հետ գնանք 2022 թվականը, 20 թվականը նույնիսկ, հա, 20 թվականից առաջի ազդակը որ եկել է դա կառավարությունների հատկապես Միացյալ Նահանգների խիստ ծախսողական քաղաքականություններ։ Համավարակի հետ կապված։ Այո, այն ժամանակ նույնիսկ դեֆիցիտը 14%-ից ավել եղավ, հա, դոլարային առումով 3.6 տրիլիոնից ավել Միացյալ Նահանգները դեֆիցիտ։ Փողը բաժանեցին բնակչության։ Փող պատկերացրեք, ասենք ֆեդերալ պահոստային համակարգի բալանսները, որը փողի բազան է, հա, գրեթե կրկնապատկվեց այդ ժամանակ։ Բնականաբար դա սպասելի էր, որ այդ փողը չի կարող լուսին գնալ, դա պետք է գնա կամ պարենային շոկա կամ ինչ-որ սպառողական շոկա եւ այնտեղ գնել, ինչը առաջացրեց։ Բայց կհիշեք, ամենաբարձր գնաճը ամեն դեպքում երկնիշ գնաճ նույնիսկ Միացյալ Նահանգներում չեղավ, հասկանում եք, այդքան այն դեպքում, երբ որ փողի բազան կրկնակի աճեց։ Ակնհայտ էր, որ այդ փողը պետք է գնար նաեւ հումքային ապրանքների շուկա։ Սա առաջի ծիծեռնակն էր, որ փողը պետք է գնար այդ թվում նաև ոսկին որպես պահոստային ակտիվ եւ դրա հետ մրցակցող հիմա առաջացել են նաև կրիպտոարժույթները որպես ակտիվներ, որտեղ կարող ես դու փողը պահել։ Երկրորդ ծիծեռնակը եկավ 22 թվականից հետո։ 22 թվականից հետո երբ որ կենտրոնական բանկի Ռուսաստանի ակտիվները սառեցվեցին, դա դրոշակ բարձրացրեց, որ կարծես թե փողը դոլարի մեջ, միայն դոլարային ակտիվների մեջ պահելը այդքան էլ անվտանգ չէ։ Եվ մի քանի երկրների կենտրոնական բանկեր՝ Չինաստան, Հնդկաստան, Լեհաստան եւ Չեխիա ներողություն, շատ արագ սկսեցին գնել փոխել իրանց դոլարը ոսկու պաուսներով։ Դա երկրորդ ալիքն էր, հա, որը որ բարձրացրեց ոսկու գները։ Երրորդ ալիքը մեզ մոտ եկավ Տրամպի արդեն վարչակազմից հետո, եթե մենք նայենք, գիտեք, եթե դուք ուշադրություն դարձնեք մի հատ դոլարի տենդենսը DXY ինդեքս կա, որը որ կարող ենք մենք նայել, սովորաբար երբ որ դոլարը արժե զրկվում է, հումքային ապրանքների գները աճում են։ Մենք կարող ենք տեսնել, օրինակ Թրամփի ընտրվելուց այդ հունվարից այս կողմ DXY ինդեքսը արժե զրկվում է եւ մեզ մոտ ոսկու գները բարձրանում, բայց ոսկու գները շատ ավելի արագ են արձանում։ Ինչու՞։ Այդտեղ գալիս են նաեւ քաղաքական անորոշությունները։ Եվ Թրամփի այդ տարիֆային պայքարը տեսեք, պատերազմը, օրինակ Թրամփի վարչակազմը գնահատում էր, որ տարիֆի փոփոխությունները կան նաև այլ ինստիտուտներ, որոնք որ վարժություններ են արել, ինչ եթե ուղղակի բարձրացնում ենք տարիֆները եւ առևտրի կառուցվածքը չի փոխվում, մեզ մոտ տենդենսները չեն փոխվում, գները չեն փոխվում, ինչ է տեղի ունենում, գնահատված է, որ 1 տրիլիոնից ավել պետք է մաքսատուր հավաքվեր։ Իհարկե անցել է արդեն 8 ամիս, մոտավորապես հավաքել են նրանք, ուրեմն տեսեք, անցած տարի չէ, իրանց մոտ 88 միլիարդ է եղել։ Այս տարի առաջի 6 ամիսներ, առաջի 8 ամիսներով հավաքել են շուրջ 164-170 միլիարդ պատկերացրեք, նույնիսկ այսինքն շատ ավելի հետ են ընկնում դրանից։ Ընդ որում նաև գիտեք, որ Տրամպը անընդհատ մանյովրում է բաների մասով եւ հետո իջացնում է օրինակ Չինաստանի հետ կապված ես կարծում եմ որ հիմնականում ինքն էլ 3 երեկոյան Տրամպը մոտ մեր ժամով ժամը 7-8-ի սահմաններում ելույթ ունեցավ, հաջորդ շաբաթ սպասվում է Տրամփ Սինցիպի հանդիպումը, ռետորիկան փոխված էր արդեն, եթե մի ժամանակ ասում էր մենք ամեն ինչ կանենք, կտեսնենք ինչ ենք անել, հիմա արդեն ասում են, որ կարծում եմ, որ փոխ ըմբռնելի եւ Վալան, չեք կարծում, որ շատ հետաքրքիր է ներողություն այդ Տրամփի քաղաքականությունը, այսինքն մի հատ ինքը պլանկան նշածողը բարձրացնում է, շատ կոշտ, հետո արդեն ընդունենք, եթե չգիտեմ, ինչ որ մի մակարդակի վրա էր, այլևս այդ հինը մեկա չի մնա, ինքը բարձրացնում է, որպես ինչ որ միջանկյալ մի բանում բանակցեն, որ ինքը գա այդ միջանկյալին, այդ թվում է տարիֆների մասով։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որովհետև գիտեք Տրամփը ինքը իրեն լավ է բնութագրում, ասում է I am a deal maker, ես գործարք կնքող եմ։ Այո, այո։ Եվ կարծում եմ առաջի անգամ, երբ որ 180-ից ավել երկրների համար տարիֆային փոփոխություն արեց, նրա միակ խնդիրը այն չէր, ինչ որ իր հրամանագրի բացատրական մասում գրված էր, որ դա անարդար է արտաքին առևտրի մասով, նա ուզում էր նաև
որոշակի գործարքներ կնքեն։ Հասարակ օրինակ եմ բերում ձեզ։ Աֆրիկյան երկրների հետ ինչ խնդիր կար, որ բարձրացնում էր, ասենք օրինակ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության նկատմամբ, երբ որ նրանց հետ փոխադարձ առևտուրը չնչին գումար է։ Բայց 10% բարձրացնում, ահա։ Ես ես ասեմ, այդտեղ Հայաստանի։ Այո, այնտեղ կար դրա համար էր կամ օրինակ հարավային Աֆրիկյան հանրապետությունը, որը անմիջապես 4-7 օրն էր, եթե կհիշեք, դա այս տարվա ապրիլի 4-ին, հա, երբ որ Տրամպը հայտարարեց, ապրիլի 5-ին արդեն շատ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ պատվիրակություններ են գործողում Միացյալ Նահանգներ։ Ինչու՞, որպեսզի բանակցեն։ Հենց դա էր առաջի նախանշանը։ Իհարկե, ես կարծում եմ այդտեղ ինքը ֆայլ ստարտ արեց Չինաստանի մի փոքր սխալ հաշվարկեց, որովհետև Չինաստանը այսօր իր ներուժով գնողության պարիտետով ճշգրտված առաջի տեղում է։ Իսկ սովորական, ասենք, մոտ մի 4 տրիլիոն ներողություն մեր հեռուստադիտողներին ասենք, որ այդ պարիտետային համախառն ներքին արդյունքը, որ Չինաստանը արդեն դուրս է եկել առաջի տեղ, դա նշանակում է օրինակ $100 դու ինչ կարող ես գնել Միացյալ Նահանգներում, $100 դու ինչ կարող ես գնել Չինաստանում։ Հիմա Չինաստանը $100 դու կարող ես շատ ավելի ուրեմն ապրանք կամ ծառայություն ձեռք բերել, քան Միացյալ Նահանգներում եւ ներողություն խոսելով այդպես աշխարհում խաղի կանոն թելադրելու, հա, այսպես տերություն լինել չլինելու այդ հարցի շուրջը, պարոն Արամյան, մենք գիտենք, որ այսօր եւ վերջի մի քանի տարում համաշխարհային համախառն ներքին արդյունքը 80 տրիլիոն եւ ավել դոլար է մոտավոր այդ շրջակայքում է, ընդ որում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները մոտավոր կազմում է դրա կեսը համախառն ներքին արդյունք մոտավոր։ Իր թվերը մի փոքր մի քիչ ավելի շատ են, 100 տրիլիոնից ավել է, հնարան, հա, այո։ Եվ այս պահի եւ ելնելով դրանից, ասենք մոտավորապես ու ասեցի 80 եւ ավել տարբեր ցուցանիշներ կան, բայց խնդիրը դրա մեջ չի, այսինքն հիմա այս երկու տերությունները իրենք խաղի կանոն թելադրելու եւ պատերազմներն էլ հենց իրանց մեջ, այսինքն այստեղ խնդիրը գնում է աշխարհը կմնա միաբևեր, թե աշխարհը գնում է կամ երկբևեր կամ բազմաբևեր։ Շատ լավ հարց եք տալի, գիտեք։ Եվ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը մենք նրա հզորությունը ոչ թե օրինակ գնահատենք, որ 2 քանի տրիլիոն է նրա համար, այլ նրա ամբողջ անվտանգային ներուժը նայենք, թե ինքը գումարած ռեսուրսները, որտեղ ամենամեծ ռեսուրսները ունեն Ռուսաստանի տեսը։ Գիտեք, իրականում սա ինձ հիշեցնում է Ռեյ Դալիոյի «Изменение мирового порядка», միջազգային կարգի փոփոխության, համաշխարհային կարգի փոփոխության իր հանրահայտ գիրքը, որտեղ որ հեղինակը բանավիճում է, որ երկրի արժույթներն են կատարում համաշխարհային փողի ֆունկցիա։ Մենք հիշենք, որ Միացյալ Նահանգների ինչ է նշանակում համաշխարհային փողի ֆունկցիան, մեր հեռուստադիտողներին բացատրենք, որ տվյալ երկրի արժույթը հիմնականում օգտագործվում է, այո, միջազգային առևտրի եւ գործարքներ կնքելու համար, հա։ Սովորաբար իրականում այո, հետևը ընկած է գերհզոր տնտեսությունը, հա, ժամանակին օրինակ եմ այդպեսին եղել է նիդերլանդական գուլդինը, եղել է նաև բրիտանական փաունդը, երբ որ մեկակայսություն էր եւ այլը, հետո 44 թվականից եղավ Միացյալ Նահանգների դոլարը, բայց այսօր այո, դուք ճիշտ եք նկատում, Չինաստանը հայտ է ներկայացնում, ընդ որում Չինաստանը բավականին ագրեսիվ է գնում այդ ուղղությամբ, ինձ հիշեցնում է դեպքը, երբ որ Չինաստանը սկսած 2010 թվականից պայքարում էր, որ մտներ արժույթի միջազգային հիմնադրամի եւ համաշխարհային բանկի հատուկ փոխառության իրավունքի այդ արժույթի զամբյուղի մեջ։ Չինաստանը չկար եւ նրա պատճառաբանությունը շատ հստակ էր, ինչպես կարող է Ճապոնիան կամ այնտեղ շվեյցարական ֆրանկը զամբյուղի մեջ լինեն, բայց Չինաստանը, որը աշխարհում երկրորդների տնտեսություն չլիներ, եւ նա կարողացավ 2016-ին այդ անջրպետը հաղթահարել։ Այո, եւ այսօր գումարած դրան այսօրվա դրությամբ, եթե ուշադրություն դարձնենք, չինացիները շատ ուժեղ նաեւ անում են կապիտալի էքսպանսիա։ Նրանք նաև ոչ միայն ընդհանրենք ներդրումներ են կատարում, այլ նաև փոխառությունները տալիս են հիմնականում չինական յուանով։ Գիտեք, ֆինանսների մեջ դուք տեղյակ եք նաև, որ ես ինքս հեղինակել եմ արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին օրենքը եւ մեր թիմի հետ միասին, երբ որ մենք ուսումնասիրում էինք, ինչու մենք ֆունդամենտալ 2006 թվականին փոխեցինք այդ օրենքի կարգավորման մեխը, այնտեղ ամենակարևոր մասը դա գնանշումն է, հասկանում եք, ուժը, այո, ուժը դրա մեջ է, որովհետև կարևոր չէ, դու կարող եք մոնղոլական տուղլիկով նույնիսկ օրվա փոխարժեքով վճարեք, բայց կարևորը գնանշումն է։ Եթե գնանշվում է ամերիկյան դոլարով, իսկ այսօրվա դրությամբ համաշխարհային շուկայի, դուք ուշադրություն դարձրեք նաև հումքային շուկաների գնանշումները ամերիկյան դոլարով են։
Ինչ եք կարծում օրինակ 2004 թվականին ինչու Միացյալ Նահանգները մտավ Իրաք։ Իրականում այն հիմնական թեզը, որ պատտվում էր, քիմիական զենքներ։ Գտան այդ քիմիական զենքը բնականաբար ոչ։ Ինչն էր խնդիրը։ Իրականում այո, եւ գնանշման խնդիրն էր այդ։ Շատ բարի։ Պարոն Արամյան, շնորհակալություն, մեր հաղորդումը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Այսօր մենք տարբեր հարցեր քննարկեցինք, ճիշտ է, մի անկյունից գնացինք մյուսը, բայց չեն կարող չգայթակղվել, որովհետեւ բավականին հետաքրքիր է կյանքը։ Ինչ վերաբերվում է մեր հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մեր երկիրը պետք է ժամանակ չկորցնի, որովհետև կարող են լինել գործընթացներ այնպես, որ մենք շատ այն ճանապարհը, որ պետք է անցնենք, ասենք թե 1 տարում, 2 տարում, չանցնենք 6, 7, 8 տարում, այդ բանաձևը թե երկրի զարգացման, տնտեսական զարգացման մոդելը որն է, պետք է այսպես հախուռն չլինի, հնդածը չլինի, այլ պետք է ծրագրավորված գնա, բայց ես կարծում եմ, որ բոլոր տնտեսական երևույթները եւ գործընթացները դրանք հետևանք են քաղաքական գործընթացների եւ կարծում եմ, որ իհարկե մեր երկիրը պետք է ավելի ակտիվ եւ ագրեսիվ ինտեգրման գործընթացներ անցնի։ Տեսեք, մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում, դրա մասին շատ է խոսվում։ Մենք այս ի վերջո ժողովուրդը լավ չի հասկանում, թե գտնվելով ԵԱՏՄ-ում մենք ինչ ենք շահում եւ ինչ ենք կորցնում։ Տեսեք, բեռնափոխադրողները այսօր կանգնած են ճանապարհ են փակում եւ այլն, մուտքային, ասեցի արտերիան է դա, արտահանման եւ 180 օրը դառնա 90 օր։ Թվում է թե դա ինչ է, տեխնիկական հարց է, ընթացակարգ է, հիմա թող 80 լինի, վարորդները փոխվեն եւ այլ, բայց այդպեսին չի։ Չէ որ այդ նույն վարորդները ես նայում էի նաեւ տրանսպորտային ընկերությունների մի քանի ղեկավարների հարցադրումներին, ասում է հմուտ վարորդներ չկան, այդպես չի որ այդ վարորդները, որ պետք է այդ երկար այդ ճանապարհը վարի գնա ճանապարհներին սպասի հարցեր լուծի, չէ որ լիքը հարցեր է առաջանում, որ պետք է այդպես չի որ այդ հարյուրներով, հազարներով կան, աշխատող չկա այդ դաշտում, երբ որ դու կոտրում ես դա, ասենք հիմա 180 օրը դարավ 90 օր։ Ինչ են ասում, ասում դե լավ, թող մի ուրիշ վարորդ գա, որ այդ 80 օրն էլ նա անցնի կամ 90 օրը, չկան դրանք։ Եվ եթե մենք նայում ենք մեր հանրապետությունում, աշխատատեղեր կան, շինարարության ոլորտում, չգիտեմ, գյուղատնտեսության ոլորտում գիտեք ինչ է կատարվում, կարող է հեռավոր գյուղերից գան, այդ գյուղում բերքը հավաքող չլինի, գալիս այնտեղ աշխատում գնում են, որ մարդիկ չճանաչեն, մի կողմից էլ որոշ մարդիկ ասում են մենք մեր գյուղում ինչի պետք է գնանք բանվոր աշխատենք, ուրիշի մեր հարևանի բերքը քաղենք կամ բան տարբեր հոգեբանական նաև խնդիրներ կա, որ կյանքն է թելադրում։ Իսկ սա նշանակում է, որ այդ աշխատանքի շուկայում էլ աղքատություն, աշխատավարձերի մակարդակ, այդ էլ բոլոր հարցերը լուծված չեն, եւ ես հեռու եմ այն մտքից, որ ասեմ շատ կարճ ժամանակում բոլոր հարցերը պետք է լուծվեն, չէ, բայց երբ որ մարդը զգում է, որ արդարության ուրեմն զգացում է ունենում, որ սա է, մենք ուրիշ այլընտրանք չունենք, բայց երբ որ այլընտրանքներ կա, որը չի օգտագործվում, սա արդեն այնքան էլ լավ չի։ Շնորհակալություն, պարոն Արամյան, այսօրվա մեր հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։